հայրենագիցներ հավաքվել են հերոսական եւ հայրենի այս մեր գյուղը, Արշալույսը, ով դվել է հայ ազգի եւ մեր հայրենիքի զինվորներ եւ հրամանատարներ, մանկաբաժներ, մշակներ, չարքաշ կյանքով ապրող համագյուղացիներ։ Իրենց ավանքը, արյունը, ներդրումը մեր հայրենիքին իզուր չէր, իմաստավորված էր։ Եվ մենք հավաքված ենք այսօր Ժառանգության տեխնատու Արկադի Պայդյանի, Այծևնիկի և մյուս տեխնատուների կողքին ասելու համար, որ մեր երկիրը, մեր մարզը, մեր այս գյուղը չենք հանձնելու թշնամուն, չենք հանձնելու վախի զգացողության, չենք հանձնելու գուսակցական դիկտատի, որտեղ այդ իշխող գուսակցությունները գալիս, գնում, փոխվում են իրենց ինքնությամբ, բայց մնում է ժողովուրդը։ Ժողովրդի մի մասը ողնաշարով է, մեծ մասը, լուր է, ողնաշարով է, հասկանում է, թե ինչ վիճակի առջև է մեր երկիրը, մեր մարզը, մեր գյուղը։ Մի այդ դեսագա հարկելի հայրենագիցներ, համագյուղացիներ, ովքեր մի քիչ նրբաննգատ են։ Նայում են, թե ով ինչ է ասում, ով է իշխում, ինչ է, բայց մենք եկել ենք այսօր պարզապես ասելու, որ ժառանգությունը համարվեց ինքը վերգուսակցական այլընտրանք է, որը միացնում է հերոսական անցյալը իր ամբողջության մեջ, իր ջախրանքով, իր սխալներով, իր ամեն ինչով, բայց շեշտը դնում է այդ հերոսության վրա, որ մենք բարդավոր ենք շարունակել այսօր եւ վաղը։ Մենք բոլորս միասին Հայաստանի քաղաքացիներ ենք, զինվորներ ենք, հավատավոր ենք, հավատացյալ ենք եւ չենք հանձնելու մեր գյուղը, չենք հանձնելու մեր մարզը, մեր քաղաքը, ամբողջ հայության հոգեվոր մայրաքաղաքը, Վաղարշաբաթը եւ Էջմիածինը իր գյուղերով հանդերձ։ Եվ չենք վախելու։ Եվ այն ինչ որ թշնամու ոսոխի դիմաց տարիներ, դասնամյակներ առաջ, զերոյից այս գյուղի դղաները, աղջիկները, մեր հարևան գյուղերով, քաղաքներով հանդերձ արեցին, մենք բարդավոր ենք հարգել, ագնացել եւ շարունակել։ Այսպես որ շարունակվեց հայրենիքի ընթացքը մեր վրա, մեր սերունդի վրա, եւ չենք կարող սրանից հետո նայել մեր բաբերի շիրիմների, ոչ մեր երեխաների աչքերի։ Իսկ մենք բարդավոր ենք դա ուղղել այսօր, մեր մեջքը շտկել այսօր, մեր սխալները ուղղելով, ասելով, որ մենք ժողովրդին հետ ենք վերադարձնում իրենց գյուղը, իրենց բադիվը, իրենց աշխատատեղը, ոչ թե գելս խոստումներ, ոչ թե վերևից գուսակցական դիկտատներ, որ դասնամյակներ լսել ենք եւ հատկապես այսօր։ Էս ինչ է, վաղը մյուս օրը նրանք ովքեր հանձնել են մեր երկիրը, մեր 5000 ոսկի դղաներին եւ աղջիկներին օդարին, հիմա ուզում են իրենց ձևով շարունակել, վերցնել մեր փողոցները, մեր եկեղեցիները, մեր վանքերը, մեր գյուղերը, մեր ամեն ինչը։ Դրա համար դուք որոշեք, համարները դրված են տարբեր տեսակի համարներ։ Մեր տեխնատուն Արկադի Պայդյանն է ժառանգության, համար 6-ը փոխգնդաբեդ, ազատամարտիկ, ազնիվ, բարգեշտ կառավարիչ, մի մարդ, որ հաշվետու է լինելու հայ մարդուն, Էջմիածնին, Արշալույսին եւ ումից կարող եք պատասխան պահանջել արդարության եւ օրենքի